Այդ դժվարությունների հետ մեկտեղ դուք տեղավորվեցիք Ալեք Փիլիպոս հայկական վարժարանում սովորելու, բայց այդտեղ նաև ձեր մայրիկի լուման կա։ Ես գնում էի elementary դպրոց, որ ոչ մի հայ չկար, սա լինում է 79 թվին երևի։ Մամաս գնում Ալեք Փիլիպոս, մենք անշուշտ գումար չունեինք, մաման լինում է այդ ժամանակ երևի 23 տարեկան, պապաս 26-27 տարեկան։ Խնդրում ասում է, գիտեք, Գայանեիս ընդեղ նեղում են, լեզու չգիտի, ինչ կլինի։ Կընդունեք ձեր վարժարանը, այվախ պարոն Հակոբյանն է եղել, Հակոբ Հակոբյանն է տնօրեն եղել։ Մտածել են, ասել է, ինչ կարեք, ուզում եք կամ ինչ գործ ինձի տակ ես կանեմ, մենակ երեխան գա այս վարժարանը, ինչ որ իրանք ժողով են արել, թե ինչ պայմաններով ինձի ընդունեցին անվճար։ 10-րդ դասարանում ծնողքս սկսավ հովանավորել Ալեք Փիլիպոսի որոշ դա հետաքրքիր է։ Այո, այդտեղ մաման պապան այնքան աշխատացին, որ երբ որ ես արդեն հասա 10-րդ դասարան, արդեն ոնց որ մենք փոխհատուցեցինք այդ լավությունը 10 տարի անց։ 10 տարի անց։ Ձեր ծնողները սկսեցին հովանավորել։ Բաներ կար, իրանք սկսեցին բաներ, ներդրումներ, դպրոցը ոնց որ շնորհակալությունը մեր, որ ես չընկա օտար դպրոց։ Չնայած շատ հայեր կային, որ ուրիշ դպրոցներ էին այդում, Հալիվուդ հայը կար, Լքանտը կար, բայց ինչ որ ճիշտ իմ ծնողքս ցանկացել էր, որ ես այդամ հայկական վարժարան։